Ամփոփ տեղեկատվությամբ իրական լուրերը շարունակում է իր աշխատանքը Նոր Հայաստան հեռուստաընկերության եթերում տաղավարում կաշխատի Յուրա Վահանյանը, բարի ուշ երեկո։ Աշխարհը շարունակում է ապրել Ուկրաինայում ռուսական հակամարտության իրավիճակային զարկերակով։ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի տարածքն անցել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ, հայտնել է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը։ Օպերատիվ անձնակազմը վերահսկում է էներգաբլոկների վիճակը եւ ապահովում դրանց շահագործումն անվտանգ շահագործման տեխնոլոգիական կանոնակարգերի պահանջների համապատասխան, նշված է հաղորդագրության մեջ։ Ուկրաինական կարգավորիչը տեղեկացրել է ատոմային միջազգային էներգիայի գործակալությանը, որ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում ճառագայթման մակարդակը չի փոխվել, հրդեհը չի ազդել հիմնական սարքավորումների վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել է, որ քննարկվել է ատոմային էլեկտրակայանի անվտանգության հարցը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Հիշեցնենք, որ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը համարվում է Եվրոպայի ամենամեծ էլեկտրակայանը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը զգալի աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային եւ բազմաթիվ քայլեր է ձեռնարկում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Այդ մասին նա հայտարարել է օտարերկրյա լրագրողներին մեկնաբանելով Թուրքիայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուց հրաժարվել է, փոխանցում է Ինտերֆաքս Ուկրաինան։ Մենք ամուր, անձնական շատ լավ ու ջերմ հարաբերություններ ունենք նախագահ Էրդողանի հետ։ Ես շատ շնորհակալ եմ նրան, քաղաքական մակարդակում Էրդողանը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի Ռուսաստանի նախագահը հասկանա, որ պատերազմը պետք է ավարտվի, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ շատ առաջնորդներ չեն կարողանում Ռուսաստանի նախագահին փոխանցել այն ըմբռնումը, որ պատերազմը պետք է ավարտել։ Նրա խոսքով Էրդողանն այդ հնարավորությունն ունեցողներից մեկն է։ Կարծում եմ Էրդողանը Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է եւ նա կլինի այն մարդկանց շրջանակում, որոնք ընդգրկված կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ապահովելու մեջ, երբ Ռուսաստանի նախագահի հետ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, ինչին հավատում եմ, հենց անվտանգության այդ երաշխիքներն են, որ Ուկրաինան ակնկալում է ստանալ։ Ուստի նախագահ Էրդողանը կազդի այդ գործընթացի վրա, նշել է Զելենսկին։ Ամերիկյան վարչակազմը համաձայն չէ Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը փակելու եւ Վաշինգտոնի ռուս ուսանողներին Միացյալ Նահանգների տարածքից վտարելու որոշ պաշտոնյաների կոչերին։ Այդ մասին պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդն ասել է ՏԱՍ-ի հետ հարցազրույցի ժամանակ։ Միաժամանակ Նուլանդը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը Վաշինգտոնում 2 անգամ ավելի շատ դիվանագետներ ունի, քան Միացյալ Նահանգները Մոսկվայում եւ իրենք պետք է այն հավասարեցնեն։ Ինչ վերաբերում է ռուս ուսանողներին, մենք նրանց դեմ ոչ մի քայլ չենք արել եւ դեմ ենք դրան, վստահեցրել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը։ Նուլանդը հավելել է, որ ինքը պաշտպանում է ռուս ուսանողների համար Ամերիկայի Միացյալ Նահանգների դռները բաց պահելու քաղաքականությունը։ Դա ըստ փոխպետքարտուղարի կօգնի ռուս երիտասարդներին համոզվել, որ սեփական երկրի իշխանություններն իրենց մոլորեցնում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հարցում։ Այդ կապակցությամբ Նուլանդը հիշել է, որ 1982 թվականին ինքը սովորել է Մոսկվայում եւ Օդեսայում։ Ուկրաինայում ռուսական հակամարտության այլ թարմ ինֆորմացիան կներկայացնի իմ գործընկեր Լուսինե Ղարսայանը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը կոչ է արել օգտագործելու բոլոր հնարավորությունները Ուկրաինայի իրադրության դիվանագիտական կարգավորման համար։ Նա շեշտել է, որ ամենից առաջ անհրաժեշտ է պահպանել հաստատակամությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ գործադրել առավելագույն ճնշում։ Ռումինիայի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման օգտին եւ հայտնել, որ երկիրը կավելացնի պաշտպանության ծախսերը։ Այս մասին դիվանագիտական գերատեսչության ղեկավարը լրագրողներին հայտարարել է այսօր ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը սկսվելուց առաջ։ Չեխիայում այսօրվանից ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը կապված Ուկրաինայից փախստականների թվի աճի հետ։ Որոշումն ավելի վաղ կայացրել էր երկրի վարչապետը։ Այս մասին գրում է ՏԱՍ լրատվական գործակալությունը։ Արտակարգ դրությունը մտցվել է 30 օրով հետագա երկարաձգման հնարավորությամբ։ Իշխանությունների տվյալներով Ուկրաինայից օրական միջինը 5000 մարդ է ժամանում Չեխիա, փախչելով ռազմական գործողություններից։ Վերջին տվյալներով այսօր արդեն 33000-ից ավելի փախստական կա Չեխիայում։
Իսկ Միացյալ Նահանգները ուկրաինացիներին ներգաղթի ժամանակավոր արտոնություններ կտրամադրի, որոնք նախատեսում են պաշտպանություն արտաքսումից եւ աշխատանքի թույլտվություն տասնյակ հազարավոր այն ուկրաինացիների համար, ովքեր այժմ գտնվում են Միացյալ Նահանգներում, բայց նրանք չեն կարող վերադառնալ հայրենիք։ Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Արտոնությունը նախատեսում է 2022 թվականի մարտի 1-ից սկսած Միացյալ Նահանգներ մտած Ուկրաինայի քաղաքացիներին 18 ամիս օրինական աշխատանք ունենալ։ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները Բրյուսելում հանդիպել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նրանք փորձելու են համակարգել եւ արձագանքել Ռուսաստանի գործողությունները։ Այս մասին մինչև հանդիպումը հայտնել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Ինչպես արդեն երեկ տեղեկացրել էինք ռուս-ուկրաինական հանդիպման մասին, այսօր արդեն արձագանքներ կան հանդիպման վերաբերյալ։ Օրակարգում եղել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են անհապաղ կրակի դադարեցում, զինադադար, մարդասիրական միջանցքներ, ավերված կամ մշտապես ռմբակոծված գյուղերից ու քաղաքներից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ասել է, որ ցավոք իրենք չեն ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էին։ Նա նաև նշել է, որ մանրակրկիտ քննարկվել են մարդասիրական ասպեկտները, որովհետև շատ քաղաքներ ներկայումս գտնվում են շրջափակման մեջ եւ կա սննդի եւ բժշկական պարագաների կարիք։ Իսկ նախագահ Զելենսկին ասել է, որ չի հասկանում Մոսկվայի պահանջները Կիևի նկատմամբ։ Բրիտանական Times թերթը հայտնում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դեմ մահափորձ է եղել առնվազն 3 անգամ։ Վագներ վարձկանները Կիևում բազմաթիվ զոհեր տալով հեռացել են։ Նրանք զարմացած են եղել ուկրաինացի զինվորականների ճշգրիտ կանխատեսումների վրա։ Ըստ աղբյուրի Զելենսկու անվտանգության ծառայության տեղեկատվությունը նրանց համար եղել է անսպասելի։ Եվս մեկ մահափորձ կանխվել է շաբաթ օրը Կիևի մատույցներում չեչեն վարձկանների խմբի կողմից, որոնք ոչնչացվել են։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ոչ հանդիպում, ոչ հեռախոսազրույց չի պլանավորում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ Միևնույն ժամանակ նա ասել է, Միացյալ Նահանգները ներքին բանակցություններ է վարում այն բանի շուրջ, թե որ քայլերն են լավագույնը Ուկրաինայի հակամարտության ապաեսկալացման համար։ Այս ամենի ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուսներին ու ուկրաինացիներին նախկինի պես նույն ազգն է համարում։ Նրա խոսքով Ուկրաինայում կան օտարերկրյա վարձկաններ, այլ թվում Մերձավոր Արևելքից։ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ հպարտ է լինել Ռուսաստանի Դաշնության հզոր, ուժեղ եւ բազմազգ ժողովրդի մի մասնիկը։ Միացյալ Նահանգների մոնիթորինգն Ուկրաինայի իրադարձության կապակցությամբ ավելի քան 90 կազմակերպությունների ու անձանց հավելել է Ռուսաստանի դեմ արտահանական սահմանափակումների ցուցակում։ Ինչպես երևում է ցանկից, ցուցակում հայտնվել են կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք Էստոնիայից, Ղազախստանից, Լատվիայից, Մալթայից, Սինգապուրից, Սլովակիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից եւ Բուն Ռուսաստանից։ Այս ամենի մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Լուսինե Ղարսայան, Իրական լուրեր։ Այլ թեմաներից ազգային ժողովի նախագահի տեղակալ ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարություն է ստորագրել ազգային ժողովի հատուկ նիստում Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու մասին, մեջբերում եմ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը մարտի 13-ին ժամը 12-ին, մեջբերման ավարտը։ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մեջբերում եմ։ Հարգելի պարոն Խաչատուրյան, շնորհավորում եմ Հանրապետության նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ։ Հանրապետության նախագահի պաշտոնը դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին ու արտաքին խնդիրներ։ Շնորհավորանքիս հետ մեկտեղ ձեզ մաղթում եմ առողջություն,
որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանանք հաջողությամբ եւ հաստատակամությամբ պաշտպանել եւ առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին, կարևորելով հայրենիքի ու ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ ապագան պատրաստ եմ աջակցել ձեզ իմ հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ ու կայուն պետականության։ Հաջողություն եւ ամենայն բարիք ձեզ, ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մեջբերման ավարտը։ Ազգային ժողովի նիստում այսօր 69 կողմ 1 դեմ ձայնով Հայաստանի կենտրոնական բանկի անդամ է ընտրվել Լևոն Սահակյանը։ Քվեարկությանը 107 падգամավորից մասնակցել է 70-ը։ Հիշեցնենք, որ Լևոն Սահակյանի թեկնածությունը ներկայացրել էր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Լևոն Սահակյանը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, ունի դոցենտի գիտական աստիճան։ Սահակյանն ունի 14-ից ավելի գիտական հրապարակումներ, ուսումնական ձեռնարկի հեղինակ է։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Ջեյմս Քլևերի հետ բրիտանական կողմի նախաձեռնությամբ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, նշելով, որ անցած ժամանակաշրջանում մեծ աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման ուղղությամբ։ Կողմերը ընդգծել են ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են նաև միջազգային օրակարգին վերաբերող այլ հարցեր։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը։ Ծրագրին մասնակցելու կարգի ու այլ մանրամասների մասին կպատմի իմ գործընկեր Զարա Ղազարյանը։ Ընթացիկ տարում պարարտանյութը 3 անգամ թանկացել է։ Կառավարությունն օրերս հաստատեց հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի սուբսիդավորումը։ Ինչ այն իրենից ներկայացնում։ Իրենից ներկայացնում էր մինչև 3% հողօգտագործողներին պարարտանյութի սուբսիդավորումը, այն է 50% սուբսիդավորել մեկ պարկ պարարտանյութը, բայց ոչ ավել քան 9000 դրամ։ Համաշխարհային շուկայում պարարտանյութերի գները բարձրացել են եւ կարծում եմ, որ պարարտանյութի այսպիսի աննախադեպ 50% սուբսիդավորումը բավականին էլի կօգնի մեր հողօգտագործողներին, որպեսզի իրենց վրա ինքնարժեքի վրա այդպես շատ չեր։ Մատակարար ընկերությունները նախագծին մասնակցելու հայտերը պետք է ներկայացնեն մինչև մարտի 11-ը, ինչից հետո էկոնոմիկայի նախարարությունը հրապարակելու է ընդունված հայտերի ցանկը, նշելով կապ հաստատելու բոլոր մանրամասները։ Շահառուները մատակարարին ընտրելու են ներկայացված ցանկից։ Ազոտական պարարտանյութը եւ մնացած պարարտանյութերը հիմնականում ներկրվում են Ռուսաստանի Դաշնությունից, ներկրվում են Իրանի Հանրապետությունից, քիչ քանակի նաև ներկրվում են այլ տարբեր երկրներից։ Կարծում ենք մենք բավականին շատ խոսել ենք մատակարարների հետ եւ կարծում ենք, որ մատակարարների կողմից այդպիսի հարց չի բարձրացվել, որ մատակարարման հետ կապված խնդիրներ կա։ Ինչ վերաբերում է շահառուներին, կարող են դիմել բոլոր հողօգտագործողները, բայց սուբսիդիա տրվելու է մինչև 3 հեկտար հողատարածքների համար։ Ինչու 3, որովհետեւ արդեն խոշոր հողատեսքեր ունեցող հողօգտագործողները ենթադրում է, որ իրենց մոտ արդեն մեխանիզացված է process-ը եւ իրենց մոտ ինքնարժեքի հետ կապված կարող են պարարտանյութի բարձր գինի իրենց ինքնարժեքի վրա այդպես զգալի չերևա։ Դրա համար հիմնականում եւ որպեսզի մասսայականություն հաղորդվի ծրագրին, դրա համար մինչեւ 3 հեկտար։ Նախարարի տեղակալը ներկայացնում է շահառուների դիմելու կարգը։ Շահառու հողօգտագործողները մինչեւ մարտի 21-ը ներառյալ կարող են դիմել իրենց համայնքի ղեկավարներին, որպեսզի գրանցվեն, ներկայացնեն այն քանակը, ինչքան պարարտանյութ իրենց անհրաժեշտ, հողատեսքերը եւ այլն։ Այնուհետեւ համայնքի ղեկավարը ամփոփում է ամբողջ տվյալները եւ ներկայացնում է արդեն մատակարար կազմակերպությանը, որը պետք է մատակարարի պարարտանյութ։ Գործընթացը ամփոփելուց հետո մատակարարը պարտավորվում է 2 օրվա ընթացքում ներկայացնել մատակարարման բոլոր մանրամասները, այդ թվում գնի եւ մատակարարման վայրի վերաբերյալ։ Պարարտանյութը մատակարարումից հետո համայնքի ղեկավարը ընդունման հանձնման ակտերի հիման վրա ընդունում է պարարտանյութը եւ պարտավորվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել
չսուբսիդավորող գումարը, որ կազմում է ընդհանուր պարտանյութի 50%-ը։ Էկոնոմիկայի նախարարությունը համայնքներից ստացած ինֆորմացիայի հիման վրա հաշվարկել է, որ Հայաստանին ամբողջ տարվա ընթացքում անհրաժեշտ է շուրջ 27,000 տոննա պարարտանյութ, որն իր մեջ ներառում է եւ ազոտական, եւ կալիումական, եւ ֆոսֆորական պարարտանյութերը։ Զարա Ղազարյան, Ժոր Հովսեփյան, Իրական լուրեր։ Պետական եկամուտների հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է անապրանք գործարքների խոշոր դեպքեր։ Մանրամասները տեսանյութում։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է անապրանք գործարքների խոշոր դեպք։ Վարչության աշխատակիցների դիտակետում է հայտնվել մի ընկերություն, որը մեծ քանակությամբ ապրանքների, մասնավորաբար քաղցրավենիքի եւ ալկոհոլային խմիչքների մատակարարման հարկային հաշիվներ է դուրս գրել Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների համար։ Ուշագրավն այն է եղել, որ մատակարար ընկերությունն ունեցել է ընդամենը 1 գրանցված աշխատակից, ով հանդիսացել է ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը։ Ընկերությունը չի ունեցել նաև տվյալ գործունեությանը համապատասխան պահեստային տարածքներ։ Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն հիշյալ տնտեսվարող սուբյեկտներին փաստացի ապրանքները չէին մատակարարվել։ Հարկային հաշիվներում ներառված ապրանքների ընդհանուր գումարը տնտեսվարողների կողմից ներառվել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում, ինչպես նաև դեպետագրվել են դրանցում առկա ավելացված արժեքի հարկի գումարները, որի արդյունքում վերջիներս խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններ հաշվարկելուց ու վճարելուց։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ առ այն, որ մատակարար ու ձեռք բերող ընկերությունների միջև իրականացվել են անապրանք գործարքներ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մի շարք քննչական եւ դատավարական գործողությունների ընթացքում պարզվել է, որ անապրանք գործարքները կազմակերպվել են ՍՊ ընկերության տնօրենի, հիմնադրի, որդու եւ հաշվապահի համատեղ համաձայնությամբ։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կատարվել է հաշվարկ, համաձայն որի իրականացված անապրանք գործարքների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ Օրդորում եք տնտեսվարող սուբյեկտներին ձեռս մնալ առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելուց կամ ստանալուց։ Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը համարվում է ծանր հանցագործություն։ Այն պատժվում է ազատազրկմամբ 4-ից 8 տարի ժամկետով, ինչպես նաև համաձայն հարկային օրենսգրքի 415 հոդվածի, անապրանք փաստաթղթերի դուրս գրած եւ ստացած տնտեսվարող սուբյեկտներից գանձվում է տուգանք, տվյալ դեպքում շուրջ 170 միլիոն դրամ։ Թե ինչպես է երեխան երաժշտաթերապիայի միջոցով սկսել հաղորդակցվել, ինքնուրույն մասնիկներ գրել, ներկայացնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Երբ կենտրոն հաճախեց, երեխան չէր կարող սաղ խոսել, խոսքը անհասկանալի էր, մոտորիկան զարգացած չէր, անգամ ինքնուրույն չէր երեխան։ Որպես սոցմանկավար նախընտրեցի երեխայի հետ աշխատանք անցկացնել երաժշտաթերապիայի միջոցով։ 1, 2, 3, 4 Ես փորձեցի երեխայի հիշողությունը վերականգնելու կամ աշխատանքներ, որոնք կարող են զարգացնել մոտորիկան, կատարել երաժշտության միջոցով։ Խոսք չէր կարող գնալ նաև սոցիալականացման մասին, իսկ այս կարճ ժամանակ անց երեխան շփվում է երեխաների հետ, նաև մասնակցում է միջոցառումներին, երգում է միջոցառումներին։ Ես հիմա կարող եմ ցույց տալ մեր սկզբնական աշխատանքները, որ կատարել է երեխայի հետ, կետակցերով ինքը մոտորիկայի աշխատանքներ է կատարել, մասնիկներից սկսած, արդեն հետագայում ինքնուրույն է կատարել այդ աշխատանքները։
Կենտրոնում իրականացնում ենք սոցիալ մանկավարժական անհատական աշխատանքներ։ Անհատական աշխատանքները ուղղված են երեխաների սոցիալականացման, սոցիալական հմտությունների, ինքնասպասարկման, ինքնուրույնության, ինքնաարտահայտման հմտությունների զարգացմանը, եսի ձևավորմանը, ինքնագնահատականի կարգավորմանը, վարքային դժվարությունների հաղթահարմանը։ Երեխայի հետ բացի իրականացվող անհատական աշխատանքներից նաև իրականացվել են աշխատանքներ ընտանիքի հետ, ծնողի հետ, որի արդյունքում ստեղծվել են համագործակցություն, ծնողը հասկացել է երեխայի խնդիրները եւ այդ երեխային ուղղված քայլերը, որտեղ նաև ցուցաբերել է իր մասնակցությունը։ Եվ ես կարծում եմ, որ այդ համագործակցությունը շատ օգուտ էր եւ առանց այդ համագործակցության մենք այս արդյունքները չենք կարող ունենալ։ Զբոսաշրջիկից հայրենադարձ Փոլինեն Հայաստանը միշտ էլ իր հայրենիքն է համարել։ Հայրենադարձ զբոսաշրջիկի մասին պատմում է կառավարության իմ գործընկեր Արմինե Թովմասյանը։ Սկզբում Հայաստան էր գալիս որպես զբոսաշրջիկ, հետո վերջնականապես հայրենիք տեղափոխվեց միայն 2 տարի առաջ, երկրորդ փորձից։ Առաջին անգամ խանգարեց կորոնավիրուսի համաճարակը, արդեն հիմա տեսախցիկի առջև Փոլինեն պատմում է, թե որն է նրա տեղափոխման պատճառը։ Հայրենադարձության ճանապարհը նա անցավ տարին 1 կամ 2 անգամ այստեղ գալ գնալով։ Պարսկաստանում որտեղ որ գնաց շփվես 99% պարսիկ են։ Ու արդեն քեզ այդ օտարականը զգում ես այդ ազգի մեջ, բայց այդ որ Հայաստանում գալիս ես ամենը հայերեն խոսում ես, այդ արդեն քեզ հանգիստ ես զգում։ Երկրորդ բանը ապահովություն, այսինքն այդ safety-ն, որ որպես մի հատ աղջիկ այդ Հայաստանում կարող ունենա։ Փոլինեն ծնվել է Իրանում, 7 տարի Թեհրանում աշխատել է որպես անգլերենի թարգմանիչ։ Հայաստան տեղափոխվելուց հետո անցավ աշխատանք գտնելու փնտրտուքներին։ Դրա համար Փոլինեից պահանջվեց 2 ամիս եւ մի քանի տասնյակ հարցազրույց։ Հիմա նա աշխատում է Arctic STT ընկերության հաճախորդների սպասարկման բաժնում որպես ղեկավարի օգնական։ LinkedIn-ի միջոցով ճարեցի, ռեզոմե ուղարկեցի ու մեկ շաբաթվա ընթացքը զանգեցին, ինտերվյուներ արան, մեկ շաբաթ հետո աշխատանքի ընդունվեցի ու մի հատ պլյուս կետերից այս կոմպանին է հենց այդ էր, որ շուտ էր ինտերվյուներ առաջ տանում։ Սկզբում գործընկերների հետ շփումը որքան էլ դժվար, այնքան էլ զվարճալի էր։ Խոսքում անհասկանալի բառերն այնքան շատ էին, որ Փոլինեն ու իր գոլեգաները աշխատանքից դուրս նաև սկսեցին միմյանց հայերեն, ռուսերեն ու պարսկերեն սովորեցնել։ Լավ ամիջ առաջ է գնում, մեկ էլ բառեր կա, որ պարսկերենով ասում եմ, կամ փորձում եմ միած պարսկերենը սովորեցնեմ, ուսս կա խնդալու պահով ու բանը, ուսս լավ առաջ կա, միայն ռուսերենը սովորացում, ուսս պարսկերենով սովորացում կամ պատած իմ վարին են անում, ուսս կա դզում ծիծաղով ենք ակին։ Զբոսաշրջիկից հայրենադարձ դարձած Փոլինեն ասում է, որ Հայաստանը միշտ էլ իր հայրենիքն է եղել։ Անգամ Իրանում, որտեղ ծնվել ու մեծացել է, երբեք իր հայրենիքը չի համարել։ Մտովի միշտ Հայաստանի հետ էր։ Ասում է, ափսոս է Հայաստանը բաց թողնելն ու գնալը։ Հայաստանում բնակվող հայերի մեջ եմ շատ տեսնում, որ Հայաստանում են ծնվել, բայց անընդհատ մտածում եմ, որ գնանք Ամերիկա, գնանք ուրիշ տեղ։ Ասում եմ, «Եք ուզում գնանք»։ Ասում եմ, «Այս պլյուս կետը կա, այն պլյուս կետը կա»։ Ասացի, «Լավ, եթե այն պլյուս կետը կա, որ Հայաստանում չկա, ինչի դուք չեք սարքում այդ կետը։ Ինչի դուք չեք ուզում այդ առաջնորդը լինեք, այդ պլյուս կետի մասին, որ խոսում եք, Հայաստանում անեք։ Ինչ եք ամեն ինչ պատրաստ ուզում»։ Փոլինեն նշում է, բացասական կողմերի մասին խոսելուց հետո պետք է դրանք դրական դարձնել։ Առաջիկա մի քանի տարին էլ իրեն հայրենիքում է պատկերացնում։ Հետոյի մասին առայժմ չի խոսում, բայց ընդգծում է, Հայաստանն իր տունն է։ Մարտական վիճակի բերված նռնակով զինված տղամարդը վնասազերծվել է, բերման ենթարկվել ու ձերբակալվել, մանրամասները տեսանյութում։ Մարտի 2-ին ժամը 19-ի սահմաններում Շենգավիթի բաժնիչ Հարբախի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցում տեղակայված մաքսային տերմինալի տարածքում աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ վիճում է։ Այդ ընթացքում հարվածել է նրանցից մեկին, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վնասել է նաև տերմինալի տարածքում կայանված մեքենաներից մեկը։ Տուժած տղամարդը տեղափոխվել է Շենգավիթ բժշկական կենտրոն, որտեղից ժամը 20:05-ին Շենգավիթի բաժնում
հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը աջ սրունքի ոսկրերի փակ կոտրվածքով դեմքի սալջար տախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 73-ամյա մի տղամարդու։ Տեղեկությունը ստանալուն պես դեպքի վայր մեկնեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում փորձաքրեագիտական վարչությունից։ Մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ վիճած 32-ամյա տղամարդու ձեռքին F1 տիպի նռնակ կար բերված մարտական վիճակի։ Բացառապես իրավապահների 1 ժամ տևած հմուտ ու զգուշավոր աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ կանխել ողբերգությունը։ Բանակցության շնորհիվ 32-ամյա տղամարդը ձեռքի նռնակը նետեց տարածքից դուրս։ Այն պայթեց անվտանգ վայրում, չվնասելով ոչ անձանց, ոչ որևէ գույք։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվել քննչական մարմնին ու ձերբակալվել։ Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են հարուցված քրեական գործի նախաքննությամբ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մարտի 4-ին առավոտյան ժամը 7:31 րոպեին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին մերկասառույցի պատճառով Scania Magnishi ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը։ Վերջինիս կազմում է եղել նաև Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազ Վլադիսլավ Պրիխոտկոն, որի ենթակայությամբ են գործում ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության դատախազության ներկայացուցիչները։ Առավել մանրամասն տեսանյութում։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակության տարածաշրջանային այցի առաջին կանգառը Հայաստանում էր։ Պատվիրակության կազմում էր նաև ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության դատախազության ներկայացուցիչների գործունեությունը համակարգող Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազ Վլադիսլավ Պրիխոտկոն։ Գլխավոր դատախազ Դավթյանի գնահատմամբ երկրների դատախազական համակարգերի միջև իրավական փոխօգնության, անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտներում տարեցտարի ունենում ենք ավելի բարձր արդյունքներ։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ձևավորված իրավապայմանագրային հարուստ բազան է, որ նպաստում է եւ երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով իրավապահ կառույցների գործակցության ընդլայնմանը, կարևորեց Վալերի Պետրովը։ Արցախյան պատերազմից հետո հումանիտար հարցերը կարգավորելու նախաձեռնություններում ներդրում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։ Ընդգծեց Արթուր Դավթյանը եւ հայտնեց, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել եռակողմ հայտարարության հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց Հայաստան անվերապահորեն վերադարձնելու հումանիտար պարտավորությունները։ Նրանց նկատմամբ անհիմն եւ ապօրինի քրեական հետապնդումները, դատական պրոցեսները դեռ շարունակվում են։ Արձանագրվեց, պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել են զինծառայողներ, քաղաքացիական անձինք, վնասվել են գույքեր։ Արթուր Դավթյանը շեշտեց, ադրբեջանական կողմի խուսափողական վարքագծի պատճառով ցածր է շփման գոտում խախտումների եւ միջադեպերի վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը։ Ադրբեջանի պատճառով խոչընդոտվում է բոլոր դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու շուրջ 3 երկրի գլխավոր դատախազների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարումը։ Տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցում կողմերը կարևորեցին Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի եւ Սյունիքում սահմանապահ ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների դերը։ Արթուր Դավթյանը կարևորեց նաև Արցախում Ռուսաստանի Դաշնության դատախազության ներկայացուցիչների գործունեությունը ռուսական ռազմական իրավակարգի ապահովման եւ զարգացման գործում։ Ադրբեջանական կողմի հետ հետագա հաղորդակցության ընթացքում օրակարգային հարցերը քննարկելու համար հայկական կողմը սահմանային միջադեպերի մասին տեղեկատվության փաթեթը փոխանցեց ռուսական կողմին։
Թողարկման այս հատվածում անդրադառնանք համավարակի թվերին. Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք, 836 քաղաքացի առողջացել է, վարակման 11 դեպքն էլ ավարտվել է մահվան ելքով։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 5875 պացիենտ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 2.909.913 թեստավորում։ Իսկ Արցախում մեկ օրում կատարվել է 113 թեստավորում, գրանցվել է կորոնավարակի 15 նոր դեպք։ Այս պահին այստեղ ստացիոնար բուժառու է համարվում 40 վարակագիր։ 2022 թվականին Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9624 քաղաքացու հետազոտություն, որից միայն 2996-ի մոտ է արձանագրվել թեստի դրական պատասխան։ Մշակութային անցուդարձից մարտի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ժողովրդական երգերի կատարող Մոնիկա Նազարյանի առաջին մենահամերգը։ Համերգի ընթացքում կհնչեն ինչպես արդեն հայտնի ու սիրված կատարումներ, այնպես էլ պրեմիերաներ։ Մենահամերգի ձևաչափով հանդիսատեսի հետ առաջին հանդիպման սպասումների ու փորձերի տպավորություններից երգչուհին կիսվել է իմ գործընկեր Անի Մնացականյանի հետ։ Երկարսպասված հանդիպում, սիրված երգեր, մի քիչ բարդ հոգեվիճակ ու անքուն գիշերներ։ Այսպես ամիսներ շարունակ Մոնիկա Նազարյանը պատասխանատվության մեծ զգացումով պատրաստվում է հանդիսատեսի հետ առաջին մեծ հանդիպմանը։ Սիրված երգեր են եւ իհարկե կան պրեմիերաներ։ Ես այնքան ոգևորված եմ, այնքան սրտատրոփ եմ սպասում, գիշերները անկեղծ եմ ասում, չեմ կարողանում քնել, որը որ ինձ պետք չէ, ես պետք է քնեմ, որպեսզի լավ ուժերով ներկայանամ, չնայած դա ես վստահ եմ, եթե հանդիսատեսին տեսա բացարձակ չի խանգարելու։ Երգչուհին անհամբեր է, բայց եւ անշտապ ու դետալ առ դետալ աշխատում է բեմում անթերի լինելու համար։ Համերգի ժամանակ ամեն ինչ կարևոր է՝ ճիշտ ընտրված գեստներ, լուսավորություն, ռեժիսորի հետ մանրակրկիտ ու քրտնաջան աշխատանք։ Բեմում երգչուհու կողքին պրոֆեսիոնալ թիմ է հավաքվել։ Բեմում մեր տաղանդավոր երաժիշտները, լավագույն ժողգործիքների կատարողները, լավագույններից եւ իհարկե Կարեն Սևակ պրոդաքշնի տղաները, հրաշալի պրոֆեսիոնալ թիմ է կանգնած, շատ գեղեցիկ գործիքավորումներ, նորովի եւ դրա մեջ անպայման պահպանած ժողովրդական շունչը։ Երբ որ առաջարկը ստացանք, շատ մեծ սիրով ուզեցինք հենց ինքներս այդ պրոյեկտը անել։ Սիրով ենք անում այս համերգը եւ փորձում ենք նորովի ներկայացնել հայ երաժշտությունը, ժողովրդական։ Ամեն ինչ անում ենք, որ լավ երաժշտություն այդ օրը հնչի։ Շատ դրական, շատ հետաքրքիր, որտեղ Մոնիկան ինքը շատ դրական մարդ է, ոչ մի խոչընդոտ չկա։ Մի հատ յուրահատուկ հատկություն ունի Մոնիկան, երբևիցե մարդիկ կան, որ ինչ-որ մի հատ երգ են ուզում ցույց տան, ինչ-որ ուղղակի են երգում, ինքը երբևիցե ուղղակի չի երգում։ Երգչուհին անկեղծանում է ընտանեկան հավաքույթների ժամանակ հաճախ է պատահում, որ երգի խոսքերը մոռանա, բայց համերգի ժամանակ բացառում է։ Սա յուրահատուկ հաշվետվություն է, որին նա երկար է պատրաստվել։ Համերգը տեղի կունենա մարտի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, թեև երգչուհու խոսքով համերգի տոմսերն արդեն սպառվել են, բայց առաջիկայում հանդիսատեսի հետ կրկին հանդիպելու առիթ կստեղծի։ Սպասում եմ բոլորին, որպեսզի վայելենք այդ հրաշալի երեկոն եւ ինձ համար հաստատ անմոռանալի է լինելու։ Ես նաեւ հույս ունեմ եւ վստահ եմ, որ հանդիսատեսը եւս հաճույք է ստանալու, որովհետեւ հնչելու են գեղեցիկ կատարումներ, ժողովրդական մեր սիրված երգերը եւ հրաշալի գործիքավորումով։ Անի Մնացականյան, Մկրտիչ Ոսկանյան, Իրական լուրեր։ Եվ օրվա վերջում եղանակային կանխատեսումների մասին մարտի 4-ից 8-ը հանրապետության զգալի հատվածներում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի ևս 6-ից 8 նիշով։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ես ձեզ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, կհանդիպենք երկուշաբթի։